Ընկերներ ողջույն։ Մենք այսօր խոսելու ենք մի շատ գաղտնի կազմակերպության մասին։ Եվ իսկապես ժամանակին նրանք բավական գաղտնապահ եւ փակ էին։ Սակայն այսօր իրենք իրենց գաղտնիությամբ զիջում են երևի թե միայն շպիոն Օնիկին։ Իսկ զումերներից շատերը միգուցե եւ շպիոն Օնիկի մասին երբևէ լսած չլինեն։ Ինչևէ, մենք այսօր խոսելու ենք մասոնների մասին։ Մասոնների վաղ պատմությունը գրի արված չէ, բայց կա մի բավական տրամաբանական վարկած մասոնների պատմության ամենասկզբի մասին։ Մասոն թարգմանաբար նշանակում է քարտաշ, բայց մենք կարող ենք այդ բառը թարգմանել ավելի լայն իմաստով՝ շինարար։ Մասոնների պատմությունը սկսվում է միջնադարյան Եվրոպայի շին հրապարակում։ Եվրոպայի այն քաղաքները, որոնք բավականաչափ փող ունեին, միջնադարում սկսում են կառուցել մեծ քրիստոնեական տաճարներ։ Մեծ, ավելի մեծ, ամենամեծ եւ իհարկե հնարավորինս ճոխ։ Այդ կառույցներից շատերը այսօր այդ քաղաքների գլխավոր տեսարժան վայրերից են՝ Միլանի Դուոմոն կամ օրինակ Փարիզի Նոտր-Դամը։ Միջնադարյան այդ հսկա տաճարների կառուցումը տևում էր լավագույն դեպքում տասնյակ տարիներ։ Բայց այդպիսի լավագույն դեպքերը ծայրահեղ քիչ էին եւ սովորաբար շինարարությունը ձգվում էր դարեր շարունակ, մեծ դադարներ ունենալով, իսկ դադարների պատճառները տարբեր էին։ Փողներ բրծնում, պատերազմներ էին սկսվում, հեղաշրջումներ տեղի ունենում եւ վերջապես դա միջնադար էր եւ քաղաքի կեսը կամ կեսից ավելին կարար մահանար ժանտախտից։ Հասկանալի է, որ այդքան մեծ, իսկ ավելի ճիշտ այդքան երկար շինարարության դեպքում շինարարներից շատերը իրենց կյանքի մեծ մաս անցկացնում էին շինհրապարակներում եւ իրենց իսկ հարմարավետության համար շինարարները շինհրապարակին կից կառուցում էին փոքր տնակներ։ Այդ տնակներում նրանք պատասպարվում էին վատ եղանակից, իրենց ազատ ժամանակներն անցկացնում եւ հանգստանում։ Նույն տնակում նրանք կահավորում էին փոքր արհեստանոց, որտեղ պատրաստում էին որմնաքարեր, որոնք հետագայում արդեն պատրաստի վիճակով բարձրացնում էին վերև։ Շինարարների այդ տնակները կոչվում էին լոջ բառով, ինչը թարգմանաբար նշանակում է տնակ։ Հայերեն լոջ բառը մենք թարգմանում ենք նաեւ որպես օթյակ, եւ ստացվում է, որ մասոնական օթյակները դա շինարարների տնակներ են։ Ինչը կարևոր հասկանալ միջնադարյան շինարարության ու շինարարների մասին։ Ճարտարապետությունը չէր դասավանդվում միջնադարյան համալսարաններում եւ շինարարական գիտելիքը հեշտ հասանելի չէր, իսկ վարպետները փոխանցում էին իրենց գիտելիքները աշակերտներին հենց շինհրապարակում։ Աշակերտներն էլ իրենց հերթին սկսում էին իրենց ուղին սովորական քարտաշ լինելով։ Աշխատում էին շինարարության բոլոր փուլերում եւ տարիների ընթացքում աստիճանաբար անցնում էին ավելի ու ավելի բարդ առաջադրանքների։ Դրա համար էլ միջնադարյան ճարտարապետը, որքան էլ դա զարմանալի թվա, իր մասնագիտությանը տիրապետում էր շատ ավելի ամբողջական, քան մեր օրերի ճարտարապետներից շատերը։ Ինչևէ, ինչպես ասեցի, շինարարական գիտելիքը հեշտ հասանելի չէր, իսկ շինարարները միջնադարում միշտ պահանջված են եղել եւ լավ վաստակել են։ Ինչ որ պահի նրանք հասկացել են, որ իրենց գիտելիքը ու փորձը կարելի է փակ պահել ապագա մրցակցությունից խուսափելու համար։ Կա վարկած, որ առաջին մասոնական օթյակները ձևավորվել են հենց որպես շինարարների փակ խմբեր, որոնք իրենք էին ընտրում, թե ով կարող է դառնալ իրենց օթյակի, իրենց տնակի անդամ։ Այդ մոտեցումը միանգամից երկու խնդիր էր լուծում։ Առաջինը, ինչպես արդեն ասեցի, պահպանվում էր իրենց մասնագիտական, կարելի ասել, կորպորատիվ գաղտնիքը։ Երկրորդը, ընտրելով թե ով կարող է դառնալ իրենց օթյակի անդամ, նրանք հնարավորություն էին ստանում ընտրել իսկապես շնորհալի մարդկանց եւ երաշխավորել իրենց օթյակի շինարարների հաջորդ սերնդի որակը։ Իսկ հիմա հետ գնանք միջնադարյան քաղաքի շինհրապարակ, որտեղ շինարարները արդեն կազմել են իրենց փակ խումբը եւ պարբերաբար հավաքվում են իրենց տնակում։ Միջնադարյան քաղաքում տաճարի շինհրապարակը մեր այսօրվա շինհրապարակը չէ, որը մենք փորձում ենք ամեն գնով շրջանցել։ Չէ, միջնադարի քաղաքում գլխավոր տաճարի կառուցումը դա քաղաքի կյանքի կենտրոններից է եւ քաղաքի կարևոր մարդիկ հաճախ էին անցուդարձանում այդ կողմով։ Ժամանակի հետ մասոնական օթյակների անդամ սկսեցին դառնալ քաղաքացիներ,
որոնք մասնագիտությամբ շինարար չէին, բայց ինչ-որ ձևով կապ ունեին շինարարության հետ։ Օրինակ, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք վերահսկում էին շինարարությունը, հարուստ քաղաքացիներ էին, որոնք գումար էին նվիրաբերում տաճարի համար, կամ մատակարար վաճառականներ, որոնք միջնադարի այն քիչ մարդկանցից էին, ովքեր ճամփորդում էին եւ կարող էին պատմել, թե ինչ է առհասարակ կատարվում աշխարհում։ Ինչի մասին էին խոսում այդ մարդիկ, երբ միասին էին հավաքվում։ Հասկանալի է, որ նրանք չեն կարող անդադար խոսել միայն շինարարությունից, եւ ուշ թե շուտ այնտեղ սկսեցին քննարկել քաղաքի կարևոր նորությունները, գիտական վերջին հայտնագործությունները, կրոնը եւ այլն։ Այստեղ եւս մի կարևոր բան պիտի ասեմ, մասոնական նոթիակները միշտ, նույնիսկ միջնադարում, եղել են եթե ոչ էլիտար, ապա էլիտային շատ մոտ խումբ։ Թեև մասոնների փիլիսոփայության մեջ, որի մասին մի քիչ ուշ կխոսենք, մեծ տեղ է գրավում մարդկանց հավասարության գաղափարը, մասոնական նոթիակների անդամ դառնալու համար, ի թիվս այլ պահանջների, պետք է առաջին հերթին լինել գրագետ։ Իսկ եթե հիշենք, թե միջնադարում որքան տոկոս է գրել, կարդալ, իմացել ընդհանուր բնակչությունից, միանգամից պարզ է դառնում, որ մասոնական նոթիակների անդամ կարող էին դառնալ ոչ բոլորը։ Եթե մասոների միջնադարյան պատմության մեջ չկա հստակություն, ապա ժամանակակից մասոների պատմությունը շատ ավելի հստակ է եւ ունի պաշտոնական սկիզբ, որը եւ նշվում է որպես ժամանակակից մասոնության ծննդյան օր, եւ դա 1717 թվականի հունիսի 24-ն է։ Լոնդոնում այդ օրը պանդոկներից մեկում հանդիպեցին Անգլիայի 4 մասոնական օթյակներ եւ ընտրեցին իրենց միջի գլխավոր օթյակը։ Իդեպ ասեմ, մասոները երբեք չեն ունեցել կենտրոնացված կառավարում։ Չկա համաշխարհային մասոների գրասենյակ, օրինակ Ժնևյան լճի տակ։ Ամեն մի օթյակ ինքնիշխանա, բայց իրենց երկրի ներսում մասոնական օթյակները կարող են ընտրել տվյալ երկրի գլխավոր օթյակը։ Եվ այսպես, 18-րդ դարի ամենասկզբում մասոնական օթյակները վերջնականապես ձևավորվեցին այնպես, ինչպես կան այսօր։ Եվ այդ օթյակներում գրեթե էլ չկային շինարարներ, չհաշված ճարտարապետների։ Եվ չնայած նրան, որ նոր ժամանակներում մասոնական օթյակները էլ ոչ մի կապ չունեին շինհրապարակի հետ, նրանք շինարարական անցյալի վրա հիմնվեցին եւ այդ անցյալի վրա հիմնվելով կառուցեցին իրենց փիլիսոփայությունը, որի մասին էլ մենք հիմա կխոսենք։ Մասոնները հոգևոր փիլիսոփայական խումբ են։ Եվ թեև իրենք այլևս կապ չունեն շինհրապարակի հետ, ըստ իրանց աշխարհայացքի, նրանք շարունակում են կառուցել, պարզապես ոչ թե ֆիզիկական տաճար, այլ ներքին հոգևոր տաճար, ինչը անձնական եւ հոգևոր բարելավման անդադար գործընթաց է։ Մասոնները կարծում են, որ մարդը իր կյանքում ունի երկու նպատակ՝ հասկանալ Աստծո միտքը եւ բարելավել սկզբում ինքդ քեզ, իսկ հետո այս աշխարհը։ Իդեպ ստեղ պետք է նշել, որ մասոնները միշտ եղել են հավատացյալ մարդիկ։ Աստծո հանդեպ հավատը եղել է մասոնական օթյակի անդամ դառնալու կարևորագույն պահանջներից մեկը։ Եվ այսպես, երբ մասոնները ասում են հասկանալ Աստծո միտքը, նկատի ունեն հասկանալ նրա ստեղծած աշխարհը, այս աշխարհի մեխանիզմները եւ գործելու օրենքները։ Իսկ այդ օրենքները հասկանալու համար պետք է գիտություն, որի վրա հենց հիմնվում էին մասոնները։ Եվ եթե եկեղեցին մեծ խնդիրներ ուներ ընդունելու գիտության ձեռքբերումները, ապա մասոնները այդ խնդիրը բացարձակ չունեին։ Հավատը եւ գիտական պրոգրեսը իրար լրացնում էին։ Հիշենք օրինակ Գալիլեո Գալիլեին, որին ստիպեցին հրաժարվել իր գաղափարներից, որ երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի, այլ նաև արևի շուրջ, կամ Ջորդանո Բրունոին, որը չհրաժարվեց իր գաղափարից եւ նրան պարզապես այրեցին խարույկի վրա։ Բրունոն եւ Ջորդանոն միակ գիտնականները չէին, որոնք հալածվում էին եկեղեցու կողմից։ Եվ այստեղ տեղին կլինի խոսել մասոնների մի ուրիշ առանձնահատկության մասին։ Նրանք հավատում էին ոչ միայն գիտական պրոգրեսին, նրանք առհասարակ հավատում են մարդկության առաջընթացին ու ասում, որ այսօր ավելի լավ է, քան երեկ։
եւ մենք մեր գիտելիքով պիտի անենք ամեն ինչ, որ վաղը լինի ավելի լավ, քան այսօր։ Այս բարձ պոզիտիվ մոտեցումը կյանքին իրականում այդքան էլ հաճախ չի հանդիպում։ Օրինակ, մեծ կրոնները, այն հիմնական կրոնները, որոնք այսօր ամրապնդվել են աշխարհում, ասում են հակառակը։ Առաջ շատ ավելի լավ էր, իսկ տեսեք այսօր մարդու մեղքերի պատճառով ինչ վատ վիճակում ենք մենք բոլորս հայտնվել։ Մասոնների մոտեցումը հակառակն է։ Իրենք չեն խուսափում կամ վախենում պրոգրեսից։ Իրենք ուզում են առաջընթաց ստեղծել եւ լինել այդ առաջընթացի մաս, շարունակելով կառուցել հնարավորինս լավագույն աշխարհը։ Պրոգրեսից պետք չէ վախենալ։ Մասոնները ասում են, որ երբ օրինակ երեխան ծնվում է ու նրա պորտալարը կտրվում է, դա պետք է արվի, որպեսզի թե երեխան, թե մայրը ողջ մնան։ Իսկ հետագա կյանքում մարդ պետք է անդադար կարողանա կտրել ալեգորիկ պորտալարը, որ ազատի իրան հին կյանքից եւ չվախենա նորամուծություններից։ Մասոնների փիլիսոփայության առանցքային լեգենդներից է Հիրամ անունով շինարար վարպետի մասին լեգենդը։ Աստվածաշնչյան Սողոմոն թագավորը հրամայեց ամենահայտնի շինարարին, վարպետ Հիրամին, տաճար կառուցել։ Խոսքը գնում է Երուսաղեմի առաջին տաճարի մասին, որը հետո ավերեցին բաբելոնցիները։ Վարպետ Հիրամը տիրապետում էր այսպես կոչված թագավորական արվեստներին, երկրաչափությանը, մաթեմատիկային, բնական համամասնություններին եւ բարոյական օրենքներին։ Նա ստեղծեց աշխատողների համակարգ։ Իրենց հմտություններին համապատասխան բաժանեց նրանց 3 հիմնական խմբերի՝ աշակերտների, ենթավարպետների եւ վարպետների։ Ամեն ամսվա վերջում աշխատավարձ ստանալու համար նրանք մոտենում էին վարպետին եւ նա իրենց գաղտնաբառ էր ասում, կախված նրանից, թե իրենք այդ ամիս ինչպես էին աշխատել։ Տարբեր գաղտնաբառերի համար տարբեր գումար էին ստանում։ Ըստ մի վարկածի 3 ենթավարպետ ցանկացան ստիպողաբար իմանալ այն գաղտնաբառը, որի համար ամենամեծ գումարը կտային։ Ըստ մյուս վարկածի ենթավարպետները պարզապես ուզում էին ստիպել վարպետ Հիրամին խոստովանել իր վարպետության գաղտնիքները։ Հիրամը հրաժարվում է եւ ենթավարպետները նրան սպանում են։ Այս առակի մեջ կա մեկ միտք, որը շատ կարևոր է մասոնների համար։ Գիտելիքը շատ մեծ արժեք ունի եւ այն չպետք է հայտնվի անարժան մարդու մոտ, նույնիսկ եթե քեզ սպառնում են։ Ըստ լեգենդի, Հիրամ վարպետի մարմինը մարդասպաները գաղտնի թաղել էին տաճարից ոչ հեռու եւ այդ տեղում շուտով ակացիայի ծառ էր աճել։ Հենց այդ ակացիայի շնորհիվ վարպետի մարմինը գտան, իսկ մարդասպաներին պատժեցին։ Այդ ժամանակից սկսած ակացիան դարձել է մասոնության խորհրդանիշներից մեկը։ Ակացիայի ծառը ի դեպ միակ խորհրդանիշը չէ, որ մասոնները դուրս են բերել այս լեգենդից ու իրենց շինարարական անցյալից։ Մասոնները բավական հարուստ խորհրդանիշների համակարգ ունեն եւ ինչպես բոլոր լավ խորհրդանիշների համակարգ, իրենք ունեն իմաստային մի քանի շերտ։ Խոսենք ամենակարևոր եւ տարածված խորհրդանիշների մասին։ Նկարում պատկերված են երկու գործիք՝ կարկին եւ անկյունակ։ Երկուսն էլ օգտագործվում են շինարարության եւ ճարտարապետության մեջ։ Երկուսն էլ շինարարության մեջ օգտագործվող ամենահին գործիքներից են։ Կարկինը խորհրդանշում է Աստծուն, ով գծել է այս աշխարհը։ Կարկինով մենք կարող ենք գծել շրջան, որը համարվում է երկրաչափության անթերի ֆիգուր, իսկ բացվելով կարկինը կարա դառնա մի գիծ, խորհրդանշելով հավերժությունը։ Անկյունակի ստեղծումը ժամանակին մեծ քայլ էր շինարարական գործում եւ անկյունակը այստեղ մարմնավորում է թե գիտելիքը եւ թե հենց մեզ, մարդկանց, մարդուն, ով եկել է այս աշխարհ այն հասկանալու եւ կառուցելու համար, բայց անկյունակը, ի տարբերություն կարկինի, սահմանափակված է իր ձևով, ինքն իրենով սահմանափակված է, ինչպես եւ մարդը սահմանափակված է իր կարողություններով եւ ժամանակով։ Հետևաբար, ինչքան էլ մարդը փորձի հասկանալ ամեն ինչ, ոչ մի անհատի դա տրված չէ։ Եթե մենք փորձենք ձգել անկյունակը, իր մեջ փորձելով տեղավորել ավելին, քան ինքը կարա, անկյունակը կջարդվի։ Մենք կշարունակենք
խոսել մասոնների մասին հաջորդ անգամ, իսկ մինչ այդ չփորձեք տեղավորել ձեզ մեջ ամեն ինչ, չջարդվեք։